Որպես կանոն ես հետևյալ մի բանը ասեմ, ուշադրություն դարձրեք դուք։ Առհասարակ վաղաժամ սերմնաժայթման խնդիր ունեցող տղամարդկանց մոտ գործում է հետևյալ օրինաչափությունը։ Գրեթե 99%-ը նշում է, որ սեռական հարաբերությունների ժամանակ հարաբերությունը տևում է ավելի կարճ, քան ձեռնաշարժության ժամանակ։ Սա այստեղ շատ խորանալու բան չկա, պատճառը պարզ է, հասկանալի է, տրամաբանելու բան էլ չկա։ Ձեռնաշարժության ժամանակ մարդը հնարավորություն ունի կառավարելու ակտի տևողությունը։ Այսինքն, եթե ինքը հասկանում է, որ օրինակ սերմնաժայթման պահը մոտիկ է, ինքը կարող է դադարեցնի ստիմուլյացիան եւ երկարաձգի տևողությունը։ Սեռական ակտի ժամանակ ոչ բոլոր դեպքերում է դա ստացվում։ Սեռական ակտի ժամանակ այդ ստիմուլյացիայի դադարեցումը մենակ տղամարդու կողմից կարող է բավարար չլինի, որպեսզի ակտի տևողությունը երկարի, այլ նաև կարիք լինի, որպեսզի պարտնյորներ ստիմուլյացիան։ Այսինքն տեխնիկապես մի քիչ դժվար է։ Հիմա ասածս ինչումն է։ Եթե ձեռնաշարժության ժամանակ 1-2 րոպե է տևում, տարիքը դուք գրել եք տարիքի, չգիտեմ, ձեր տարիքը չեք նշել, եթե ձեռնաշարժության ժամանակ 1-2 րոպե է տևում, ապա իմացեք, որ հավանականությունը, որ սեռական հարաբերության ժամանակ նույնպես կառաջանա խնդիր, դարձյալ շատ մեծ է։